Սկսենք։ Սկսենք։ Մենք հետ ենք եկել։ Ահա։ Ու մաղթում ենք ձեզ անհաջող երեկո ու վատ դիտում, որովհետև այսօր Հելովինյան թողարկում։ Այո։ Մեկ-մեկ հայերեն բառը շատ տարօրինակ են։ Այսօր տարբեր տեսակի վախենալու գրքեր ենք ձեզ խորհուրդ տալու, որովհետև Երևի սկզբից պետք է մի քիչ խոսել առհասարակ այդ վախենալու գրքերի տեսակից ու вообще ոդեցա այդ եկել ու ուրա ինքը գնում։ Մենք այսօր քննարկել ենք 3 հատ գիրք ու ես այսօր առավոտում մտածում եմ, որ իրենքն էլ պրինցիպե վախերի հետ կապ ունեն, բայց որպես ժանր նույնը չեն։ Բացարձակ նույնը։ Աբսոլյուտно։ Ու երևի վախենալու գրականությունը սկսվել է այդ վիկտորիանսկի պերիոդում, երբ որ собственно Ստոկերը Դրակուլան անգրվել գոթический գրականությունից ու որը հետո արդեն տրանսֆորմացվել է այն ուժասին через Էդգար Պո, через արդեն Լավկրաֆտ եւ այլն, այն ուժասին, որին մենք ծանոթ ենք այսօր։ Գոթический вообще վախենալու բան է, բայց մեր մոտ մի քիչ թարս հերթականությամբ ենք գնալու ու այսօր սկսելու ենք Լավկրաֆտից։ Հա։ Լավկրաֆտի Կտուլխուի մասին տարբեր գրքեր ունի, ոնց որ մի գրքի մասին չխոսանք, որովհետև եթե որոշեք ու սկսեք գնաք կարդաք Լավկրաֆտ, գնալու եք լիքը բաներ կարդաք, մի հատի վրա չեք կանգնելու հաստատ։ Ինքը սերիա է, ինքը ինչ-որ կոնկրետ ինքը պատմությունների հավաքածու է, ինքը տենց սյուժետային չի։ Հա, իրար շարունակող չեն ուղղակի, բայց ոնց որ Ну, լորը ընդհանուր է։ Հա, համ նույն աշխարհում ոնց որ տեղի ունենան բոլոր գրքերի դեպքերը, համե բանա։ Հետաքրքիր է էլի, որ մի հատ կարդում ես, ուզում ես էլի կարդաս փոքր գրքեր են համե։ Բայց հավես մեկ էլ հետաքրքիր է նա, որ ինքը իրանց չէր պլանավորում որպես գիրք, ну то есть ինքը իրանց օրինակ չէր կազմել։ Այդ գիտես։ Ну ինքը օրինակ գրելուց ինքը вообще չէր պլանավորում, որ այդ գրականությունը տիպը տպվելու է, ու որ այդ вообще լինելու է գիրք, ու ինքը այդ Կտուլխուի Սերիան ինքը գրել է զամետկեքի տեսքով, то есть իրանք դասավորված չեն, ու հետո իր մահից հետո իր ընկերներից մեկով հիմնել է այդ հրատարակչությունը, մոռացա ոնց է կոչվում, Արքխեմը, հա։ Բեթմենից եթե ծանոթ է, այդ Արքխեմը տեղից է գալիս։ Արքխեմը հիմնվել է ոնց որ Լավկրաֆտի ընկերոջ կողմից, ու առաջի տպագրած գիրքը այդ Արքխեմը եղել է հենց Լավկրաֆտի գրքերը։ Ու այդ իր անգերը ոնց որ հավաքել է այդ իր զամետկեկը գրքի մեջ, արդեն ու ռասկազների մեջ։ Ու ես ինչքան գիտեմ, որ կան ինչ-որ հրատարակչություններ ժամանակակից, որոնք հրատարակում են Լավկրաֆտին հենց այն տեսքով, ոնց որ ինքը գրել է, то есть ինչ-որ զամետկեքի ֆորմատով, դա էլ է բավական հետաքրքիր։ Որտեվ նու կարող է ինքը օրինակ համադրելուց լրիվ ուրիշ ձևի հետ հավաքել, էլի, ոչ թե հենց ոնց որ մենք այսօր գիտենք։ Կարող է։ Այդ в целом ինչներ վախացնում Լավկրաֆտի պատմությունների սարսափը որն է, շատ սպეციფიկ սարսափի տեսակ, որ ժամանակի հետ կապված է գիտական տարբեր պրարիվների։ Եթե բան տենց абստրակտված ներկայացնենք, հիմնականում ասենք իր այդ կերպարները Կտուլխուն մնացած древний բառը հայերեն մոռացա ոնց կլինի ancient հին ինչ որ աստվածներ ունի, աստվածի նման բաներ ունի, բայց դրանք այլ աստվածներից տարբերվում են նրանով, որ մեծ են ու անհասկանալի։ Մեծ են ասելով նկատի չունեմ ֆիզիկական չափերը չնայած դա։ Անհասկանալի են ու բան են։ Կոսմոսի հետ կապ ունի, ուսուցիչ էլ է հետաքրքիր կապ են ժամանակի համար։ Ու դա գլուչիվոյ բանը, որ կոսմոսը մեծ, հին, շատ ավելի հին քան մարդկությունը ու անտարբեր, խորապես թքած ունի մարդկության վրա։ Ոնց որ մարդիկ մրջունների վարիանտ բաներ են Կտուլխուի համար։ Ու տեղ սարսափելին ոչ թե այնա, որ նու եթե բան ասենք գիրքը փնտրեք կամ ինչ-որ բաներ նայեք կամ խաղը խաղացած լինեք Կտուլխուի կանչի, այդտեղ տենց մեծ վախենալու տիպա բաներով շոշափուկներով բառներ ուզում հիշեմ։ Բայց այդտեղ վախենալուն Կտուլխուի տեսքը չի։ Հա, այնտեղ գաղափարն է ավելի վախացնում, որ դու ոչ մի բան ես։ В принципе, глобալ մասշտաբով։ Տենց ինչ-որ միայնության, ինչ-որ տարօրինակ բան է, level-ը, որ տիեզերքի մեջ մենակ ես ու անկապ ես, ու ցելում այդ տիեզերքը քո վրա խորապես թքած ունի։ Ոնց որ երբ որ հասկացել են թե մարդկությունը ինչքան քիչ ժամանակ, մի հատ вообще թեմայից դուրս էլի պրոստը որ պատկերացնեք ինչի է այդ մարդը տենց սուր տարե, որովհետև մինչև այդ կրոնական պատկերացումներ էին ավելի շատ, ոնց որ մարդակենտրոն էին, տրոպոցենտրիկ պատկերացումներ էին,
ու մի հատ այս վերջը էս ֆիլմ եմ նայել, որում մի հատ այդպես մտային փորձ են ասում, բանանում ներկայացնում, տիեզերական կալենդար է կոչվում, միտքն է, որ տիեզերքի ամբողջ պատմությունը, եթե սխմես մի հատ օրացուցային տարվա մեջ, որ ուղղակի ավելի ակնհայտ են լինի ժամանակային բաները, տենց ստացվում է, ասենք, սկիզբը հունվարի 1-ը մեծ պայթյունն է, ոնց մալիքը ժամանակ, մոտավորապես օգոստոսի վերջը, սեպտեմբերի կողմերը նոր մեր համակարգն է առաջանում, արևային համակարգը։ Դեկտեմբերի դեկտեմբերի 26 ոնց որ դինոզավրերն են, իսկ մարդկությունը վերջի օրվա 23-ից 59 ու ինչ որ վայրկյաններ։ Այդ ամբողջ շրջանը ինչ մարդիկ կան ընդհանրապես, այդքան վայրկյանների մեջ է տեղավորվում։ Ոնց որ տենց էս պատկերացնում, շատ վախենալու քիչ ենք, էլի, վախենալու փոքր միզերնի նշանակություն ունենք այդ ընդհանուր մեծի մեջ։ Ու իր սարսափը տեղից ավելի շատ ոնց որ երբ որ մարդիկ հանդիպում են կտուլխույ, հանդիպում են ինչ որ կոնտակտի մեջ են մտնում տարբեր իր միֆիչեսկի կերպարների հետ, գժվում են ուղղակի։ Այնտեղ այդ բանը չկա, էլի, որ ինչ որ կոնկրետ բանից բու էֆեկտ եղավ, վախեցա։ Հասկացի մերն այդ ուղղակի խելագարվում են բանից, այդ անհասկանալից վախի մասին է, տենց ձևակերպ ենք։ Ու ամենատարօրինակը, որ կարդում էի, այդ կերպարը մինչև այդ կտուլխուն կոնկրետ ինչ որ բանից անծանոթ էր, երբ որ կարդում էի, լրիվ նոր էի կարդում, բայց այդ վախերը երբ որ ներկայացվում էր, երբ որ այդ երազների մեջ, որ ինքը հայտնվում է բան անում, մի տեսակ մոտս միշտ տպավորություն էր, որ ես այդ գիտեմ ինչ որտեղից։ Ոնց որ չունեմ տենց հիշողություն, բայց ինձ թվում էր, որ տենց հիշողություն ունեմ։ Ինչ որ մի ձև է վախի, որը ինձ համար հասկանալի է, իսկ վախը ինքը իրանում անհասկանալից վախի բանն է, էլ։ Բայց մի հատ էլ հետաքրքիր մոմենտ, որ օրինակ, չգիտեմ նկատել ես թե չէ, բայց Lovecraft-ի այդ Cthulhu-ի սերիայի առաջի գրքերում ինքը երբեք չի բնութագրում ոչ մի բան։ То есть այդ ուժասները, որը կան, ինքը ոչ մի բան չի, то есть դու չես պատկերացնում այդ մոնստերներին։ Իրանք միշտ ինչ-որ շատ абստրակտ են։ Ու նոր այդ վերջի, ամենավերջի հատվածում ինքը նոր սկսել է, то есть այդ շոշափուկներով բաներ, ոնց դու արդեն այդ վերջի հատվածից ես պատկերացում կազմում։ Այդ պրիկոլ է, էլի։ Հա, այդ հավեսը իրականում բանը, բայց։ Հա, բայց դա լավ է, то есть իրամոց sense օ, վախենալու, չգիտեմ, օ, sense այ այդ կայֆ է իրականում շատ։ Անհասկանալի ինչ որ բանից վախերն է։ То есть կոնկրետ անման, բայց շատ դեպի վերջ։ Մի խոսքով, եթե ուզում եք տենց բան, այսինքն եթե ուզում եք, որն է այդ անպայման պետք է կարդալ։ Մեկը պրիկոլն է իր բանը, ճիշտ պրոստը պրիկոլն է, որ բոլոր գրքերի մեջ հիշատակվում է մի հատ գիրք, Necronomicon։ Հա, կստացի։ Եթե դու դա խաղացել եք, այդ Necronomicon-ը տեղից, այդ Necronomicon-ն է։ Ու միջև մի ինչ որ բաներ կան, ապուշ գրքեր կան, այդ բան թեորիաները, որ տիպը կա իրականում Necronomicon։ Հա, այդ Necronomicon-ը չկա, ինքը գոյություն չունի։ Այս վստահ մի։ Չէ, լավ թե վստահ։ Բայց իրականում երբ որ հրատարակել էին Lovecraft-ի այդ Cthulhu-ի բաները, ահա որ շատ զապրոսներ կային, այդ Necronomicon գնում են դրամ գրադարաններ, գրախանութներ։ Հա, բայց ոնց է ժամանակ իրանք չէին պատկերացնում, որ դա չկա։ Հա։ Ну, то есть հիմա բայց դաժե հիմա ինձ թվում է նայ, եթե ինչ-որ մեկը նոր կարդա բանը։ Հա, բայց հիմա ցավալի հեշտ է ինֆորմացիա։ Necronomicon скачать бесплатно в хорошем качестве։ Տենց թվում է հիմա գրածել կլինի ինչ-որ բաներ, տիպը Հա, տեղը, հա։ Ну, բայց այդ անհասկանալի, թե չնկարագրված բանից ինձ պլավն է անցնենք, բայց ժամանակով մի քիչ հետ գնանք, մեր բանով հաղորդումով մի քիչ առաջ գնանք ու գանք վամպիրներին։ Ու գանք վամպիրներին, վամպիրների։ Ամենագլխավոր վամպիրների մեջ։ Գանք Դրակուլային Ստոկերին։ Չգիտեմ, ինչից սկսենք գրքից, թե вообще վամպիրներից։ Թե վամպիրներից ոնց ուզես։ Այժմ վամպիրները իրականում շատ հավես թեմա է, առհասարակ, որտեղ իրանք կային համարյա ամենտեղ ու դաշը հայկական վամպիրներ կային։ Դախանավարներին։ Вот իրանք մեդիցինաբանության մեջ կային ու իրանք ապրում էին, ես քեզ հեսա դաշը կասեմ կոնկրետ որտեղ ես հավի հիշողություն ունեմ։ Իրանք ապրում էին Ուլտիշ Ալտո լեռներում։ Вот Կնես, բայց մի հատ հետ գնանք, էլի, որովհետև ասացիր Հայաստանում կային ու հիշեցի։ Այդ անհասկանալից վախի հետաքրքիր օրինակ է համել
ոնց որ երեք փորձում էի հիշեի ինչերի մասին вообще կարելի է խոսել, դա զուգահեռ է գնաց Լորենց Սակոյի պատմությունը, որ այդ մարդը ձորում գժվում է, վախից գժվում է։ Իդեպ մեկ է կարևոր բանը, որ հետ գնացի, բայց Lovecraft-ի երկու ծնողներն է գժանոցում են իրենց կյանքը վերջացրել ու այդ ոնց որ այդ մարդուն խիստ անհանգստացնում էր այդ պարոգը էլի, որ պահից արդեն գժվելու ես։ Իր բոլոր գրքերի, բոլոր կերպարները ինչ որ մի պահի խելագարվում են։ Ակնհայտ է էլի, որ այդ ինքը ուզեցել է ուսումնասիրի, այսինքն այդ օբրազները в принципе даже կոսմический բանից մի կողմ եթե դարձ գնանք, այդ ենթագիտակցական ինչ որ անհասկանալի պարոգն է, որից հետո խելքը թեթ ես տալի, գժվում ես։ Ու Սակոն Լորենցի ոնց որ դրա օրինակ է, էլի, դրա օրինակ է, որ վախեցա Լավ, հետ գանք վամպիրներին, դախանավարներին ու մնացած այլ բան։ Ի տարբեր, խի ենք Դրակուլայի մասին խոսում, որ ի տարբերություն բանի Կտուլխուի Դրակուլան շատ կոնկրետ օբրազ է, շատ կոնկրետ։ Մաքսիմալ, բան, դու հասկանում ես ինչից ես վախում, տեսնում ես իրան, ճանաչում ես ու վախում ես։ Բայց օրինակ հայկական դախանավարները հետաքրքիր է, որ իրանք ավելի շուտ ներկայացվում են որպես դրական կերպար, որովհետև իրանք այդ իրանց տարածաշրջանը պաշտպանում էին դրսից եկած մարդկանցից, ոնց որ իրանք Կներեք, բա Դրակուլան ինչ էր անում։ Ну հա, բայց ոնց որ ինքը այդ իր տարածաշրջանի մարդկանց երբեք չէր կպնում։ Ու ոնց որ կա տենց պատմություն ոնց որ ինքը մահացել, այդ մեր դախանավարը կոնկրետ մի հատ, որ մենք ունեինք։ Սովից Չէ, սովից չէ, տուրիստներից։ Տենց երկու հատ չպակ էին լինում, որ իրանք եկել էին, իրանք գիտեին, որ տենց կա դախանավար։ Ու որ ինքը տենց արում նախամում դրսից եկածներին, ու չգիտեմ ինչքանով դու գիտես ոնց են Դրակուլայի դեմ առնում в принципе мифология, типа ոչ թե կինոյում ու գրականության մեջ, այնտեղ Осиновый кол, вот это вот соль, все дела։ Այդ ստոկերից է։ Այդ ստոկերից է как раз եկել, բայց կային շատ ավելի հին ու ավելի աշխատող։ Не то что աշխատող, ավելի հետաքրքիր ես կասեի ձևեր։ Օրինակ իրանք ու իրանք գիտեն որ այդ դախանավարը սուրան նախում է մենակ գիշերներ ու իրանք քնելին ցենց ոնց որ ոտու գլուխ, то есть ցենց թարս типа знаешь что это главный зверь, հա, վալետом вот ու տենց Դրակուլան եկավ, զարմացավ, չջոգեց ինչա կատարվում, տենց գնաց ու էլ հետ չեկավ։ Զարմանքից մեռավ, հա։ Ու տես շուտ։ Դա սխտորից ավելի լավ է իհարկե։ Լավ, կանք Դրակուլային գոթիկական սարսափը։ Գոթիկայի մեջ ամրոցներ, վամպիրներ, կարգեր, Դրակուլայի հետ այդ միշտ բանն է, չէ՞։ Հա, այդ գիտես բանն է, կրոնական այդպես զսպվածության բանի դուրս գցում է, էլի։ Причем եկեղեցին ասոբը չէր բանանում, չէր խոչընդոտում այդ պատմությունների տարածմանը, որտեղ իրանց դեռ է տալիս ինչ-որ չափով, որտեղ իրանք ակրած չերես այդ կարում էին դրա հակառակ կողմը ցույց տային, ասեն, որ իրանց ինչ-որ Հա, մեկ է Դրակուլայի հետաքրքիր կողմ գիտության ու այդպես սնահավատության բանն է, հանդիպումն է իրար, որովհետև Հելսինգի կերպարը, как раз Հելսինգը նման է շատ հեղինակին, ոնց որ իրան նման է գրել, ու որտեղ գիտական մոտեցմամբ բանանում, դա դաժե գիտական մոտեցմամբ որ ասում եմ խնդալու է, որովհետև գրքում ինքը ասում է տենց բան հանդերձյալ կյանք, դրան հավատում է, ինչ որ բաների հավատում է, ու հավատում ասելը որն է այդ աշխարհում, որ այդ սեթափում Դրակուլայի պարզական, որովհետև հետից Դրակուլան կա, հոգին, առանց հոգի բան ինչ որ բան։ Բայց միտքը այդ էր, որ գիտության ու բանի սնահավատության պայքար կա, վտոգի գիտնականը հաղթում է։ Բայց դու գիտես Դրակուլան ինչ տիպը վարիանտներ կան, որտեղից է եկել կերպար Դրակուլայի։ Դրակուլայից Vlad Tsepes։ Այդ տարբերակներ, ну կան մի քանի տարբերակներ, скорее всего Tsepes-ից, բայց մի հատ էլ տարբեր վարիանտներ կան, բայց ինձ մեկ էլ մի հատ էլ վարիանտը շատ դուր եկել, որ գրածել որ հնարավոր է ինքը վերցնելա որպես պրոտոտիպ նաև Օսկար Ուայլդին, որտեղ ինքը ահավոտ չուներ հետը մի այլ տիպի չուներ ու ինչ որ sense տիպը personal moment-ներ մցրել է Դրակուլայի մեջ իրա։ Տենց չգիտեմ ինչքան է վաճից, բայց շատ խնդալ է, հա, իրականում, որտեղ ահավոտ չեցին։ Հա չի Օսկար Ուայլդին համեմատել Վլադի հետ,
արդեն բանը բայց Դրակուլան ու բանը հետաքրքիր է Դրակուլայի գրած ձևը բանը այդ թվերի մոդա էր այդ էպիստոլյարների ժանրը ոնց որ անընդհատ զամետքիկ է Причем բանը կառուցվածքը գրքի սենսա դու կարդում ես գիրքը տարբեր հերոսների նամակների ու զամետքի նշումների Ինչպես ինչ օրագրային ավելի շուտ զապիսների ֆորմատը բայց ոչ Դրակուլայի Դե ինքը ժամանակ չուներ, ինքը զբաղված էր, ինքը Չէ, ինքը չէր անի տենց բան։ Ու բանա, սենտիմենտալ են այդ շատ, այսինքն բաց Դրակուլայից դուրս կատարվող մնացած ամեն ինչը շատ սենտիմենտալ, սենց բան այդ թվերի բաներից է, էլի, մոդաներից է, տիպը շատ լավ մարդիկ են մնացածը, չէ։ Հա, բայց սենց ճիշտ են իրանց պահում բոլորը։ Բարի լավ մարդիկ են։ Բայց սարսափների մեջ միշտ գժվելու թեման կա, չգիտեմ, նու Դրակուլայում է էլի հոգեբուժան ու բժիշկը ու այն քիժը, որ տարբեր պրայվլենյաներով է բանանում։ Բայց եթե Դրակուլան կարդում ես, դու գիտես ինչից ես վախենում կոնկրետ։ Դրակուլայից երևի սկսվել է այդ ֆոլկլորը ժամանակակից Ստոկերուցակ սա գնացել, то есть Նոսֆերատուները, բոլոր Դե հա, հրաշալի էկրանավորումը Կոպոլայի։ Հա։ Բակշե երկու հեղինակներն էլ այնց լավ հաստ հետք են թողել բան տարբեր տեղեր, որտեղ ասես։ Դիչամ հիմնական տարբերությունը Լավկրաֆտի հետևորդների ու ուժասների ու գոթական գրականության ուժս գաղափարի մեջ է նա, որ ոնց որ այդ վիկտորիանսկի ուժս չգոթական գրականությունը ոնց որ քո վրա ավելի շատ ազդում է անտուրաժը То есть այդ ինչ-որ sense мрачное, такое нагнетающее. Խորհրդավոր բան Հա, հա, то есть այդ ոնց որ set-up ավելի շատ Իսկ Լավկրաֆտից հետո բոլոր այդ ուժասների գրականությունը Սթիվեն Կինգը եւ այլն իրանք ավելի Պսիխոլոգիան է։ Ոնց որ դու կոնկրետ գիտես ումից ես վախենում։ Ոնց որ ավելի այդ ուժս ինչ որ այդ սկրիմեր պրինցիպով է դասավորված։ То есть դու կոնկրետ գիտես դու ինչից պետք է վախենաս։ Իսկ գոթական գրականությունը ինքը sense ավելի անտուրաժն է քեզ վախացնում։ Ես իմ Լավկրաֆտինը как раз հակառակն է։ Չէ, Լավկրաֆտին չէ, Լավկրաֆտից հետո, то есть այն գրականությունը, որը հիմնված է Լավկրաֆտի գրքերի վրա։ Բայց բա օրինակ Քինգի, լավ մի քիչ Քինգից կարելի է խոսալ, բայց բանի այն տենց կթարգմանեի։ Դա Դրակուլան հայերեն թարգմանած կա, Լավկրաֆտը չկա, ինձ թվում է, Դրակուլան կա։ Տակը լիքը խնդալու կոմենտներով։ Տեսել էի post-ը, որ թարգմանել են ու տակը ահավորությունը սկսել էր։ Իսկական Հելովինյան կաշմար։ Типа լավն է թարգմանել։ Քինգի բան, չէ, տիպա, ինչեր եք թարգմանում։ Okay. Քինգի այնը ինչ որ շատ բաներով վախի ձև է, էլի, այդ որ կոսմոսից եկած ինչ որ անհասկանալի կարող է սփոյլեմ անում sense, բայց ինչ որ այդ իմինը որ քեզանից հին մեծ անհասկանալի ինչ որ մի հատ բան է, որից չգիտես ինչի ես դու իրանից տուժելու։ Նույն Լավկրաֆտի ինձ համար ամենաթենց բանը, նույն ինձ համար չէ, էլի, հենց տենց է գրած, որ այդ է, որ եթե տուլխուն զարթնես, всё, սաղս։ Իսկ ինքը զարթնելու է։ Ուխի ենք թքում, այդտեղ պատասխան չկա, պրոստը ոնց որ չես կարող հասկանաս։ Հետո այդ չհասկանալու բաները թարս զերկալին էլա դրա ուրիշ պատմվածքներում ոչ կտոլխուի օրինակով, օրինակ այդ բանում Խրիպտի բիզումիա, խելագարության ողնաշարները տենց կթարգմանեն։ Խրիպտը երևի չգիտեմ։ Բաները, սարերը։ Չգիտեմ սարերը։ Վերջ այդ պատմությունում որ կա չէ որ իրանք ինչ որ անհասկանալի երևույթի դիակ են գտնում ուսումնասիրում են, հերձում են, հետո տեսնում են, որ այդ տպերն է, ումից որ իրան գտել են, մարդու դիակն են վերցրել հերձը, ոնց որ զերկալին իրար անհասկանալու բան է գնում։ Ահա։ Այս շնորհը երևում է ուշ տեսում։ Հակոպես կարած հետո ստաբերեց քշիները, բացիլը։ Ահա։ Ու դեպ խագի։ Так կտրում տնի։ Հա, հեշտ է, էլի։ Ահա։ Անցնենք սարսափելի սարսափներից հարմարավետ սարսափների։ Կոմֆորտ սարսափների։ Սարսափ չի, բայց պետքա ուզում ենք նաև մի հատ ուրիշ գրքից խոսենք, որը այդքան վախենալու չի, ինչքան անտուրաժն է վախենալու բաների օգտագործած։
Neil Gaiman-ի պատմություն գերեզմանի գերեզմանում պատմություն, գերեզմանի հետ պատմություն, գերեզմանային պատմություն։ Հայերեն թարգմանած է։ Մտածում ենք ոնց թարգմանենք։ Ինձ թվում է չէ, էլի։ Вообще Gaiman հայերեն թարգմանած է։ Թարգմանած կա, հա։ Լավ, Gaiman-ը ինչ արի։ Այս մեկը բան է, teenage գրականություն է։ Հեքիաթ է կարելի ասել, ուղղակի իր բանը միջավայրը սարսափային է։ Вообще Gaiman-ի բոլոր գրքերում իրականում այդ սարսափելի ինչ-որ անտուրաժ կա, даже եթե ինքը չի գրում սարսափելի բան։ Հա, հավես։ Ну, то есть Բայց այդ բանը история складի այդ այս գիրքը կոնկրետ պատմությունը գերեզմանի հետ, գերեզմանային պատմությունը, բանն է, էլի Բյորտոնին է նման օրինակ, եթե էկրանավորներից խոսանք, այդ սարսափ Սուրբ Ծննդյան գիշերը դրան նման է ահագին։ Բայց բանով Այդ պատմություն եկա, որ ինքը ինչ-որ գերեզմանոցի կողքով անցել է, ինչ-որ երեխա է տեսել, որ այդ գերեզմանակարերի վրայով ինչ-որ ճարպիկ դեսուտեն է գնացել, ու մտածել է հավես կլներ տենց պատմություն գրել, ինչ-որ երեխու մասին, ով ուրվականներն են մեծացրել, հետո հասկացել է, որ ինչ-որ շատ ինգի բանին, ջունգլիների գրքին, հետո ասել է, հա ինչ անենք, ոնց որ Արդյունքում այս գիրքը որ կա, իրոք շատ նման է ջունգլիների գրքին, ուղղակի անտուրաժը փոխած ջունգլիների փոխարեն գերեզմանոց այնտեղ։ Իմաստուն բարի վամպիրներով, ուրվականներով ու մնացած այլևայլություններով։ Ոնց որ հեքիաթ է դարձրել, կիսասարսափելի է, հեքիաթախառը բան է, ամենաբայց հարմարավետ գրքերից է, որ ես կարդացել եմ։ Ասելով teenage, դա մեծ տարիք մեկ կարած կարդաց, որովհետև Այս հաճելի գրականությունը հավես է այս կարդալը։ Ինքը շատ կայֆ գիրք է, ինձ թվում է, որ դու սկսես ծանոթանալ Gaiman-ի հետ, ну то есть sense ինչ-որ խոդի համար։ Իրոք շատ լավն է, ես իրան օրինակ կարդացել եմ շատ ավելի ուշ, քան ես կարդացել եմ մնացած Gaiman-ի գրքերը, ու ինձ միանգամից դու եկել ընդհանուր իր ոճը, իր ձևը գրելու ես շատ հավանեցի, իր էսսեներն են շատ լավը, բայց ես մտածում եմ, որ եթե այս գիրքը ընկներ ձեռս տենց մի 12 տարեկանում, ինքը պտամ Wow, կգնար մոտս, շատ լավ կգնար, սենց իդեալն է, որտև, հա, եթե չեք կարդացել, հաստատ արժի։ Կա չէ ինչ-որ, կա ինչ-որ գրքեր, որ կարդում ես, հաճելի տարբեր ձևեր կա, էլի, կա ինչ-որ գիրք, որ կարդում ես, ինտելեկտուալ հաճույք է քեզ տալիս, կամ ինչ-որ բաների մասին ես մտածում, կամ ինչ-որ բաներ է հետը տանում, բայց Gaiman-ի կոնկրետ այս գիրքը ուղղակի ոնց որ սենց տակ վանն ընդունես, ասենք, հոգնածորված, հետո չգիտեմ, պրոստը հարմարավետ է կարդալ, ու տենց գրականություն ես սիրում եմ շատ։ Ահա, ու շատ փոքր է։ Իրականում մի երկու օրվա կարդալու։ Եթե այսօր Halloween չեք նշում, ինչ որ տեղ չեք գնացել, պրոստը մեր վիդեոն եք նայում, կարաք վիդեոից հետո միանգամից դնեք Gaiman-ի գիրքը կարդալ։ Ինքը իրոք պուջուրիկ է, ու շատ հավես է գնում։ Ու գրեք կոմենտում, ով հաճույք ստացավ դրանից։ Իսկ եթե չեք ստացել, գրեք խի։ Ու ինչը դուք չեք ավետել հետաքրքիր։ Այսքան սիրելի բարեկամներ։ Կհանդիպենք հետո։ Ոչ, շատ հետո։ Ասեք հաջողություն ասում եք կորեք, էլի։ Կամ հետո վերջից սուփավը լացի։ Իդար նես տպավորություն է, որ ինչ-որ էներգիա եմ ծախսում ես սուփա անելու համար, բայց ոչ չեմ անում։